Ուզում եմ անդրադառնամ պարոն Շահրամանյանի պարբերաբար նախաքննական մարմին էին հրավիրում կապված 44-օրյա պատերազմի մասով, գրեթե 11-ից ավելի տեղի ունեցավ վերջերս Արցախյան ապետության նախագահից արգրավեցին իր հեռախոսը։ 2025 թվականի արտադրության հեռախոսը արգրավել են 2023 թվականի տեղեկությունների ճշտելու նպատակով։ Սա եւս ես պատահականություն չեմ համարում։ Արցախյան ապետության նախագահի նկատմամբ այդ հետապնդումները փաստացի հետապնդումներ է, պայդրությամբ նա որևէ գործով որևէ դատավարական կարգավիճակ չունի, իհարկե ես նախաքննական որոշ տվյալներ մեջ բերել չեմ ցանկանում, հետագայում սա անհրաժեշտության դեպքում կկախնաձեռնվի եւ մեկնաբանվի կամ հրապարակայնորեն այս ամեն ինչի մասին կխոսվի, բայց Արցախյան ապետության նախագահի ամեն ինչի հետ բուկվալն կապ չունի, բառացիորեն կապ չունի։ Այսօր նաեւ վարչական դատանուն քննության է ենթարկում վարչական գործը ընդդեմ կրթության եւ գիտության նախարարության հիշեցնում եմ, որ քաղաքացիական գործով դատավորը կայացրեց որոշում, որով հայցը մերժել է, բայց փաստացի որոշման պատճառաբանական հատվածում հստակ արձանագրել է, որ պատմության դասագրքերում տեղ գտած տեղեկությունները իրականության հետ որևէ աղերս չունեն։ Իսկ Սամվել Շահրամանյանի տուն իրավապահները եկել են այդ քրեական վարույթի շրջանակում, բայց սպասում է պարոն Շահրամանյանը։ Պարոն Շահրամանյանը ամեն ինչի է սպասում, ամեն ինչի է սպասում եւ ամեն ինչի է պատրաստ է։ Կալանավորման հաշվի առնելով այս վերջի շրջանում կապված։ Չեմ կարծում, որ կա այնպիսի հիմքեր, որ Սամվել Շահրամանյանը չնայած Հայաստանի Հանրապետության իշխանությունից ամեն ինչ սպասելի, ընդ որում տեսեք ես հողում եմ կատարում ոչ թե իրապահ մարմիններին, այլ հենց իշխանությանը, որովհետև կարծում եմ իրապահ մարմինները այս պայդրությամբ առաջնորդում են այդ թվում նախաքննական մարմինները առաջնորդում են իշխանության հրահանգներով, բայց այնուամենայնիվ չեմ կարծում, որ բանը հասնի այնպիսի աբսուրդի, որ Սամվել Շահրամանյանի նկատմամբ որևէ առհասարակ որևէ խափանամիջոց կիրառվի կամ նրա նկատմամբ որևէ մեղադրանք առաջադրվի։